Բարի ողջույն Դավիթ ջան, հարգանքներս քեզ, շնորհակալ եմ, որ այսօր ժամանակ ես գտել եւ տրամադրել մեր եթերին, տևական ժամանակ է, որ եթեր դուրս չենք եկել եւ կարծում եմ այսօր էլ հերթական զրույցներից մեկը տեղի կունենա։ Ողջույն նաեւ մեր դիտորդներին եւ հետևորդներին։ Ողջույններս Սևակ ջան, ողջույն հետևորդներին, սիրով։ Ուրեմն փորձենք են սիրով անդրադառնալ մեր օգտատիրոջ այն հարցին, որ գրել էր մի քանի օր առաջ, եւ հետեւյալն է այն, ասում է, հիշում եք, երբ Բարոյանը պատմում էր Սառայի հեղուկության մասին եւ երեխային առանց մտածելու կգլխատեր ամուսինը, որի երեխան չէր, այլ Եհովայինը։ Ես միշտ դեմ եմ եղել, որ Հիսուսի հայրը ինքն է, բայց մի քանի օր է մտափոխվել եմ, միգուցե նույն սյուժեն է։ Եվ ասում է, ինձ այդպիսի միտք եկավ, բացի նրանից ոչ մի Աստված անուն չունի, իսկ Հիսուսին ինչ որ Աստված ստեղծեց, որ ոչ մի տեղ չի նշում նրա անունը։ Այսինքն իրեն երևի անհանգստացրել է այն փաստը, որ եթե Եհովայի երեխան էր, Սառայի երեխան, հա, երբ որ ինքը ասում է եւ արավ Սառային, ինչպես որ խոստացել էր, Աստվածաշնչում տես հատված կա, որ Եհովան Աբրահամին խոստանում է, ասում է, ես կգամ, զավակ կունենաս, եւ Սառային ասում է եւ արավ այնպես, ինչպես խոստացել էր։ Այսինքն արավ նշանակում է ինչ որ սեռական ակտատեր ունեցել Եհովա եւ Սառայի միջեւ, ու այդ Իսահակը, որ ծնվել է Եհովային էր պատկանում, դրա համար ասես տար գլխատի կամ ողջ մատաղ այնց համար։ Հետևաբար, եթե հայրը նման բան է ուզում, շատերը շատ քարոզիչներ, հավատացյալներ ասում են, որ Աբրահամը հայր Աստծո խորհրդապատկերն է, ինչպես նա հայրն էր պատրաստ իր զավակին զոհեր, այդպես էլ Հիսուսը որպես Աստծո որդի զոհվեց, հայրը զոհեց Հիսուսին բոլորի մեղքերի համար։ Դրա համար երևի օգտատիրոջ մոտ առաջացել է այդ մտայնությունը, որ հնարավոր է Քրիստոսը նույն Եհովայի որդին է, որտեղ նույն Եհովան պատվիրեց, որ զոհեն իր երեխային իդեմս Իսահակի։ Հետաքրքիր հարց է, փորձենք մի փոքր լուսաբանել։ Հետաքրքիր որոշառումով դաժան։ Այո, եւ դաժան եւ հետաքրքիր։ Առհասարակ մարդկությանը ավելի շատ հետաքրքրել է միշտ, եթե վերցնենք ավետարանյան պատմությունները, մարդկանց ավելի շատ հետաքրքրել է այդ կենսարագրական հատվածները, որն է ճիշտ, որը սխալ, քան թե գաղափարը։ Այնինչ պետք է լիներ հակառակը, որովհետև ոչինչ չի տալիս իրականում, թե ով ում որդին էր եւ այլ այս կենսագրական ճանապարհը, եթե իմանանք, մեզ առաջ այդքան չի տանում, ինչքան այն գիտելիքը, որը փոխանցել է նույն Հիսուսը մեզ։ Եթե այդ գիտելիքով առաջ ընթանանք, դա կլինի, որ գնացինք Հիսուսի հետևից եւ կհասնենք Քրիստոսասման այդ ճանապարհի վրա կկանգնենք գոնե։ Բայց ինչևէ, հարցը տրվել է հետևորդի կողմից, ինքս անձամբ միանշանակ ասեմ, չարժի կապել Սառայի, Աբրահամի պատմությունը, կերպարը Հիսուսի հետ, որովհետև այլ բաների մասին է խոսքը։ Միանգամից ասեմ, որ ոչ Հիսուսի հայրը տվյալ աստվածության հետ կապ չուներ, այնքանով, որքանով որ սխալ է ներկայացված, օրինակները կան, հիմա մեջ կբերեմ Հիսուսի խոսքերից, բացի դա, այո, Հիսուսի հայրը չուներ անուն, որտեղ Հիսուսի հայրը դա հավերժ մեծ էներգիան է, դա ավելին է, քան Աստված գաղափարը։ Հիսուսի հայրը դա սկիզբն է ամենի, սկիզբն է թե աստվածների, թե ողջ տիեզերքի, թե մարդկության, թե բնության ու ամենի սկիզբն է։ Եվ այդ պատճառով, ինչպես ասվում է որոշակի տեքստերում, որոնք հանված են կանոնիկ գրքերից, ասվում է չկար իրանից ավելի մեծը, որ անուն կտար, դրա համար անուն չունի, չկար իրանից ավելի մեծը, որ չափ կտար, դրա համար ինքը չափ չունի,
ինքն ամենամեծն է եւ ամենափոքրը եւ նմանատիպ նկարագրություններ միայն նման նկարագրությունով կարող ենք բնութագրել այն հորը ում հողում է անում Հիսուսը իրեն կոչելով մարդու որդի իհարկե գաղափարը շատ խորն է բայց ավելի կարճ կոնկրետ ոչ այն աստվածությունը ում ունի բազմաթիվ անուններ եւ աստվածաշնչով հին կտակարանով մենք ճանաչում ենք որպես նախանձոտ աստված եւ հետեւորդ տվյալ աստվածության անունը նշում է ոչ Հիսուսի հայրը չէր որովհետեւ տվյալ աստվածությունը ինքը ինքն իրեն բնութագրելով ասում է որ իսկ նախանձոտ աստված եմ ինքս վրիժառու աստված եմ ուղղորդում է եղբայրասպանության մարդկանց ուղղորդում է կոտորածների այն դեպքում երբ որ Հիսուսը ասում է սիրիր նույնիսկ թշնամուդ իհարկե շատ հետևորդներ այդ խոսքը սիրիր նույնիսկ թշնամուդ խառնում են մեր ժամանակներում իբրև մենք քարոզ ենք անում որ սիրելը պետք մեր հարևան երկրի հակառակորդ կոչվածների ամենևին պետք չի քաղաքականացնել, որովհետև Հիսուսի խոսքը շատ ավելի խորն է տանում, քան այս աշխարհիկ բախումները, որ շատ մակերեսային բնույթ են կրում ինչ-որ առումով, ճիշտ է շատ ցավալի, բայց այդ խորությունը չունեն։ Եվ խնդիրը որտեղ է նաև, օրինակ, նայեք, նույն աստվածությունը Եհովա կոչվող աստվածությունը, որը հովանավորն է եւ հիմքն է նյութական աշխարհի նաեւ ստեղծման նյութական շեշտման ոչ տիեզերքի, ոչ ամենի, այլ նյութական աշխարհի իշխանն է, այդ աստվածությունը ինքը հոգնում է ծննդոցում նշված է հոգնում է, որովհետև ինքը մարմնականի կրող է, կոպիտ նյութի դաշտի ներկայացուցիչ է։ Դա է պատճառը, որ հոգնում է, ինչպես մեր մարմինը աշխատելուց հետո հոգնում է եւ շաբաթվա մեջ ունենք 1 կամ 2 օր հանգստի համար։ Նույն աստվածությունը նույնիսկ ուղղորդում է, որ ամեն 7-րդ օրը, որն է շաբաթ օրը ըստ իրենց հաշվարկի, պետք է մարդիկ ոչինչ չանեն։ Իսկ այդ ամենի պատասխան Հիսուսն ինչ է ասում։ Ասում է, երբ հարց են տալիս, ասում են, ինչու է շաբաթ օրը բժշկություն անում, Հիսուսն ասում է, իմ հայրը մինչ օրս գործում է, իսկ որդին ինչ պետք է անի։ Ասել կուզեր, որ իր հայրը հավերժությունն է եւ երբեք հանգստի կարիք չի զգում, ինչպես մեր հոգին հանգստի կարիք չի զգում, որտեղ հանգստի կարիքը զգում է նա, ինչը հոգնում է։ Իսկ հոգին ինքը մահկանացու չի, որ հոգնի, հոգին անմահ է, իսկ անմահությունը չի կարող հոգնել, ուղղակի դա խորտ երևույթ է։ Իհարկե, կեղծ կամ սխալ ընկալումների, մեկնաբանությունների շնորհիվ 1000 տարուց ի վեր թե կրոնների, թե աղանդների որոշակի, թե որոշակի խմբավորումների միջոցով ընդունված հայրերի բերանով փոխանցված մեկնություններով հասել է մեզ եւ այդ խառնված գաղափարների շնորհիվ մեր ներսում էլ այդ խառնված ճանաչողությունը կուտակվել եւ չենք կարողանում ընկալել։ Կարդում ենք Հիսուսի խոսքերը, բայց չենք կարողանում ընկալել, թե ինչ ասել կուզի կամ արդյոք ում ի նկատի ուներ հայր ասելով։ Մարդու գաղափարը շատ ավելի մեծ է, քան որ մենք գիտենք, եւ պատահական չի, որ Հիսուսն ինքն իրեն մարդու որդի էր անվանում, որովհետեւ մարդ հասկացողություն դա մեր մարմինը չի։ Մեր մարմինը հասկանալու համար ինչ ասել է մարդ, այսպիսի մի օրինակ բերեմ, ինչպես համակարգիչը, մի անգամ ինչքան գիտեմ էլի հուշել եմ այդ մասին, ինչպես համակարգիչը մեծ sense case-ով, իր էկրանով ամեն ինչով, ասում ենք համակարգիչ կամ կոմպյուտեր, չէ՞։ Բայց այդ մեծ
case կոչվածը, այդ ամբողջ այդ մակերեսը, որ ասում ենք համակարգիչ բառը այն կապ չունի։ Համակարգիչը իր մեջի գտնվող փոքրիկ մի հատ sense պլատա է, որ ուղեղ են ասում թե ինչ, դա է համակարգիչ համարվում, բայց քանի որ դա առանց դրա ինքը չի աշխատի ամբողջ համակարգը, եւ քանի որ ինքն է համակարգիչ կոչվում եւ ինքը իր շնորհիվ է այդ ամբողջ համակարգը աշխատում, այդ ամբողջ համակարգին կոչում ենք համակարգիչ, նույն ձևի մեր փոքրիկ, մեր ներսի հոգին, փոքրիկ լույսի այդ կտորը, էներգիան, որը մեր ներսում կա, դա է մարդու մի փոքրիկ հատված է մարդ գաղափարի եւ այդ հոգու շնորհիվ ենք այդ մարդու փոքրիկ կտորի շնորհիվ է մեր մարմինը համարվում մարդ, դրա համար ենք մենք մարդ համարվում, բայց Հիսուսը լավ գիտեր ինչի համար ենք մենք մարդ համարվում եւ ինչ ասել է հոգի եւ մարդ դա նույն գաղափարախոսությունն է, որը մեջ է փոքրիկ չափով դրված եւ Հիսուսը ասելով մարդու որդի ինքն իրեն ի նկատի չուներ որպես մարմնական էակ ծնված արարած, այլ ի նկատի ուներ հոգու որդի որպես, բայց քանզի այնքան ենք հեռացել թե կրոնի դաշտի հայրերը, թե սովորական մահկանացուները, բոլորը այնքան են հեռացել եւ տրվել են այդ ոչ ճիշտ ընկալված մեկնություններին, Հիսուսի այն խոսքը, որ ասում է ինքն իրեն մարդու որդի, ընկալվում է որպես ընդամենը մարմնով եկած ինչ-որ մի էակ, սուրբ էակ եւ վերջ, այդ մարմնի պատճառով է ասում մարդու որդի, նկատի ունի, իբրև թե ես Դավթի որդի եմ, ինչպես ասում են, բայց դա այդպես չի, ասեմ ավելին, Հիսուսին, որ ասում են Դավթի որդի, դա էլ այդքան առողջ չի եւ ճիշտ չի, դրա համար չեմ կապի Աբրահամի, որտեվ եթե Հիսուսին մենք ընկալում ենք, որ ինքը Սուրբ Հոգով ծնված էր, այսինքն Մարիամը սորական մահկանացի ոնց որ կողքը չպարկած էր, Սուրբ Հոգով հղացավ, հա, թե դա մենք ընկալում ենք որպես ճշմարտություն, նշանակում է, որ Հիսուսը մարմնական հայր չուներ, եթե այս կողմից ենք դիտարկում։ Շատերը ասում են, որ բայց նույն հրեական համակարգում մայր իշխանություններ եւ մայրական գենով է գնում առաջ, դա էլ այդպես չի, որովհետեւ նախ Մարիամի գենը գնում է դեպի ավելի շատ Եգիպտոս, քան հրեական տարածք, եւ երկրորդը գենը եւ իշխանություն տարբեր բաներ են, այդ մասին էլ ենք փոքր խոսել, որովհետեւ հակառակ դեպքում չէին գրի Աբրահամ ծնեց Իսահակ, Իսահակ ծնեց իր որդուն եւ այլն, կգրեին, որ Սառան ծնեց Իսահակին, հետո մի խոսքով կանանց միջոցով կգրեին այդ ծննդաբերությունները, չէ, տղամարդկանցով է գնում, դա իսկ ցույց է տալիս, որ իշխանությունը եւ գենի փոխանցումը տարբեր գաղափարներ, տարբեր ձևով է գնում առաջ։ Բացի դա Հիսուսի նման անհատները իրանք չեն պատկանում ոչ մի ազգության։ Երբ որ մենք փորձում ենք սեփականացնել, օրինակ ասելով կամ ասելով հրյա են, հրյաները փորձեն ինչ-որ մի բան ասել կամ ինչ-որ հայեր ինչ-որ մի սեփականացնեն հայեր կամ բան, առնվազն ցածրացնում ենք այդ մեծ անհատի գաղափարը, որովհետև նման անհատները իրենք տիեզերքի մասնիկներ են եւ իրենք տիեզերքի գիտելիքի փոխանցող են, իսկ տիեզերքի մեջ տիեզերքը չի ընդունում ոչ մի ազգություն որպես այդպիսին, տիեզերքի համար բոլոր մարդ են, բոլոր ապրող էակներ են եւ արարչական ուժը, որի կրող նույն Հիսուսն է, ինքը նույնքանով է սիրում ամենքին, դա մենք ենք, որ մեր կյանքը վերածում ենք դժոխքի, հետո սկսում ենք բողոքել, եւ հենց այդ գաղափարից ելնելով, քանի որ տիեզերքը սիրում է բոլորին եւ քանզի արարչական հայրը բոլորի մեջ է եւ բոլորն իրանում են,
մի քիչ բարդ ընկալելի է, բայց այո, այդ սիրո գաղափար, այդ հավերժի գաղափար ամենքից մեջ է այդ հոգու տեսքով եւ մենք ամենքս իրան ներսում ենք։ Հենց այդ դրանից ելնելով է Հիսուսն ասում. սիրիր նույնիսկ թշնամուդ, որտեղ գոյություն չունի թշնամի տիեզերքի համար, եթե դու տիեզերքն ես քո մեջ ընկալում եւ կրում ես տիեզերքը քո մեջ, դիմացի մեջ էլ է սկսում տեսնել այդ տիեզերքի մասնիկը, որը քո ներսի մասնիկի մի կտորն է։ Փազլ նման այդ մասնիկները պետք է հավաքվեն իրար կողք եւ այդ ժամանակ կվերածվի դրախտի։ Այնինչ մենք սիրում ենք քննադատել դիմացինին, թեկուզ Աստված կլինի, թեկուզ մարդարարած կլինի, կասկածել, քննադատել, պետք չի քննադատել, սկսած տվյալ աստվածությունից վերջացրած ցանկացած ուժի, պետք է գնահատել այնպիսին, ինչպիսին ամեն մեկը կան իրենց դերում։ Ինչ վերաբերում է տվյալ աստվածությանը, որը ներկայանում է որպես նախանձոտ Աստված անունով, շատ գտնում եմ, որ չի կարելի Աստվածների անուն տալ, ինչպես ընդեղ էլ է ասվում գրքում, դրա համար եմ մեծ բնութագրում։ Տվյալ աստվածության ով լինելու մասին բարձ տրված են նոր կտակարանում, բայց մեջբերում պետք է անեմ նաև հին կտակարանից, որտեղ օրինակ նայեք տվյալ աստվածությունը նույն Աբրահամին, Մովսեսին, իրենց Դավթին եւ այլը խոստանում է, որ կտա աշխարհի բոլոր հարստությունները, իրանց ծերունդը աստղերից ավել կլինեն։ Հետները խոսում է ոսկու եւ արծաթի հարկերի մասին, պահանջում է հարկեր նմանատիպ եւ այլն, չէ՞։ Ով կարող է խոստանալ աշխարհի հարստությունը, գանձերը ինչ-որ մեկին, ով որ դրա իշխանն է, տերն է, նյութական հարստության տերը մենակ կարող է նյութական հարստություն խոստանալ, որտեղ ամեն մեկը ինչ ունի, դա կարող խոստանա դիմացին։ Ով որ նույն Բայց բանը չի կարելի դա առաջ նայել որպես բացասական կամ դրական։ Ի նկատի ունի այդ կրոնական գաղափարախոսություն, դա նույն նյութական աշխարհի իշխանն է։ Եվ այդ նույն աստվածություն, երբ որ Հիսուսը անապատում փորձության է ենթարկվում, այդ փորձյան ժամանակ տվյալ փորձողը ինչ է խոստանում։ Ասում է, եթե ճոքես իմ առաջ եւ ինձ երկրպագես, ես կտամ քեզ աշխարհի ողջ թագավորությունը, հարստությունը։ Այսինքն նույն խոստումը, որը տեսնում ենք հին կտակարանում, դա միանգամից հղում է հենց այն մի գաղափարի, որ մենք գործ ունենք այդ նույն աստվածային ուժի հետ, որը հին կտակարանում էր ներկայացված եւ նորում փորձում է Հիսուսին, որին կրոնի դաշտում այլ անունով են կոչում, այն մի դաշտում այլ անունով։ Կրկնեմ, ստեղ ատելությունը ունենալը համապատասխան էակների հանդեպ դա առնվազն հիվանդագին կլինի։ Ինչի համար, դա չի նշանակում պետք է սպառնենք անպայման սիրենք կամ ատենք։ Պետք է ցանկացած ուժի գնահատել այնպես, ինչպիսին որ կա, որովհետև ցանկաց բոլորն էլ աստվածային ուժեր են, շատ ավելի բարձր էակներ են, քան մենք ենք գտնվում։ Եվ իրանք շատ կարևոր դեր են տանում նաև այդ փորձություններ ու դժվարություններ ստեղծելով, որովհետև այդ դժվարությունների միջոցով է, որ մենք կարողանում ենք ի վիճակի լինել հաղթահարել եւ կոփվել եւ գնալ ճանաչողական ճանապարհով։ Հիսուսը հենց դա հաշվի առնելով է ասում. սիրի նույնիսկ թշնամուն կամ սիրի ցանկացած բան առաստաղ կարող եղի սիրելու։ Իսկ սիրել պետք է կարողանալ միայն երբ որ ճանաչում ես դիմացինին եւ ընդունում ես այդպիսին։ Պարզ օրինակ, դու ասենք հողագործ ես, առողջ չի լինի, եթե քեզ որպես ինժեներ հարգեմ ու սիրեմ, որովհետև ու հակառակ դեպքում մի օր էլ ինչ որ պատվեր պիտի բերեմ, ասեմ ինժեներիայի գործ է, արա դու գլուխ չես անելու դրանից փչացնելու ես կամ էլ հետո հիասթափվելու եմ ես, որ դու չարեցիր։
Ավելի ճիշտ է, ես քեզ ընդունեմ որպես հողագործ ու վերջ, ու քեզ ներկայացնեմ ամենտեղ որպես հողագործ։ Մյուսը ինժեներ է, ինժեներին պետք է ընդունեմ որպես ինժեներ, այլ ոչ թե հողագործ։ Շանը պետք է ընդունենք որպես շուն, գայլին որպես գայլ, թեկուզ մի ցեղակից են, կապ չունի։ Գայլին չես բերի տուն երեխաները իրան պահեն, որտեղ վտանգավոր ինքը վայրի տեսակ է ավելի, չէ։ Շունը ավելի ընկերասեր է։ Իհարկե, Մի ամեն ինչ իր ձևով տեղում պետք է աստվածային թողնենք։ այդ հաշտում է։ Աստվածներ, ամեն աստվածություն իր բնույթը ունի, ամեն հրեշտակ իր բնույթը ունի, իր գործողությունը ունի։ Ի տարբերություն ողջ տիեզերքի համակարգի, մարդը միակն է, որ չգիտի ինչ ունի։ Մենք մոռացել ենք ստե։ Մենք չգիտենք ինչ ունենք մի պատճառով, որովհետև մեր մեջ ունենք ողջ տիեզերքը։ Բոլոր աստվածների հնարավորությունները Հաճախականությունները մեջ մենք ունենք, բայց քանի որ շատ բան ունենք, մենք խառնել ենք այդ ամեն եւ չենք կարողանում ընտրություն կատարել։ Մենք ոգևորվող էակներ ենք։ Մի քիչ համաձայն։ թվում է շեղվեցինք, բայց կապ ունեն այս ամենը իրար հետ։ Այո, Դրա եւ համար է, որ ողջ պատմության ընթացքում տարբեր աստվածներ միշտ պայքարել են իրար հետ հանուն մարդու։ Բայց երբ որ մենք չենք ճանաչում եւ ճանաչողության դաշտից հեռացել ենք եւ չենք էլ ուզում մոտենանք, այդ ժամանակ ինքն մի սարսափելի բան է կատարվում։ Մենք սկսում ենք հույս չունենալ եւ հույսներս դնել ընդհանրապես ուրիշի վրա, սпасել որ ինչ որ մեկը մեր փոխարեն պիտի անի եւ այդտեղ մենք դառնում ենք շատ ցածր մի բան, ցածր դիրքում գտնվող ինչ որ ռոբոտացված մի բան է մի հաստատ։ բանի ենք վերածվում։ Այո, Իսկ բայց շատ կարևոր, երբ սկսում ենք գոնե ինչ որ տարիքից սկսում ենք հարցեր արտահալ ու փորձել պատասխաններ գտնել։ Իհարկե, նաև մի սարսափելի բան կա, որ պատասխանները ամեն տեղից գտնում ենք, բայց հետո տեսնում ենք, որ ինչքան շատ ենք մտնում, այնքան շատ ենք խաբվում։ Որովհետև 21-րդ դարում հասած ինֆորմացիան ինքան շատ է, տարբեր ձևի տեսանկյունից տեսնված ինֆորմացիաները, որտեղ ամեն մեկը մի անկյունից է նայում, իր տեսանկյունից է ասում։ Բայց շատ մի հրաշալի առակ կա, այն փղի առակը, որ փոքր ժամանակներում դպրոցում մենք նայում ենք, երբ մեր այս փղի մարմիններ կույրերը շոշափում էին տարբեր կողմերից եւ իրենց կարծիքն էին նկարագրում, թե ինչ են տեսնում այդտեղ։ Պոչին շոշափող կույրը ասում էր կարծես թե պարան է։ Ոտքերը շոշափողները ասում էին գերան է սա, ով կնջիտն էր շոշափում, ասում էր ոնց որ ինչ որ խողովակ է, թե օծ է ինչ որ, ական շոշափողը մտածում էր որ սա մեծ տերև է, sense եւ բոլորը ճիշտ էին իրանց կարծիքի մեջ եւ ամեն մի կույրին լսողը այդ եզրակացությունն էր ունենալու թե ինչա տեսնում տվյալ էակը, ինչ ազգում, որտեվ իր զգացածն ասում, իր շոշափածի ելնելով, բայց խնդիրը որն է, երանի նրան, ով որ մի քիչ հեռվից կտեսնի ամբողջ փղի մարմինը եւ նույնիսկ այդ շոշափողներին, բայց հեշտ չի այդ շոշափողներին ապացուցել, որ դուք մի մեծ մարմնի ընդամենը փոքր հատված եք տեսնում, որովհետեւ իրանք կույր են դեռ, իրանց համար հեշտ չի մոտ գտնվելով մի մեծ մարմնի տեսնել ամբողջականը տեսնելու համար պետք է մի քիչ հեռվից դիտարկել, ահա գաղտնիքը։ Պետք չի հիասթափվել, պետք չի անդադ ինչ-որ հիասթափություններ ապրել, բայց շատ կարևոր է, այո, մեր հետևորդի հարցից ելնելով եմ ասում, հրաշալի է, որ ճանաչողական դաշտը հանգիստ չի թողում ներսից և անդադ ուզում ենք փնտրել։
Բայց այդ հարցերը լսելուց, պատասխաններ լսելուց առաջ արժի ընդամենը սովորական կանոնիկ գիրքը բացել եւ կարդալ մատիտով նշումներ անելով։ Այդ ժամանակ կարելի է հարցերին անդրադառնալ։ Շատ գեղեցիկ է ընդհանուր աշխարհը իր ամեն ինչով, իր գաղափարախոսությամբ, Հիսուսի գաղափարները, Հիսուսի փոխանցածը, մի մեծ ճանաչողական աշխարհ է։ Իսկ ինչ վերաբերվում է այն հատվածին, որ համեմատում ենք, որ Իսահակի որդու զոհաբերությունը Հիսուսի զոհաբերության հետ, նույնպես ոչ, դրանք տարբեր բաներ են։ Միայն այդ հատվածով կասեմ, որ այդպես ներկայացվում է, բայց Հիսուսին այո զոհաբերեցին, բայց զոհաբերեցին այն դաշտի ներկայացուցիչները, ովքեր զգում էին Հիսուսից վտանգ։ Հետո ներկայացեց, որ հայրը ուղարկեց իր որդուն հատուկ զոհաբերվելու համար։ Ոչ, Հիսուսը եկել էր մեզ բան փոխանցելու։ Իհարկե ինքը գիտեր, թե ինչ ճանապարհ պետք է անցնել։ Եվ այդ Ճշմարտությունը դաժան է։ ճանապարհը ցավոտ էր։ Եվ այդ զոհաբերության գաղափարն է պետք իրականում ճիշտ ճանաչել որոշակի հիմնական առումով այլ գործողություն տեղի ունեցավ եւ պետք չի խաբվել կամ տրվել ուղղակի այն հեշտ փափուկ բարձ մեր գլխի տակ դնող այն գաղափարներին, որ Աստված այդպես ուզեց, իր որդուն զոհեց հանուն մեր մեղքերի։ Եթե մեր հանուն մեր խնդիր չկա, շատ ոգևորիչ է, Սևակ ջան, բայց եթե Հիսուսը մեր բոլորիս մեղքերի գաղափարը վերցրեց իր վրա, իհարկե ինքը այդ մաքրազերծման process արեց, բայց այդ այն մտածողությամբ, որ ներկայացնում են մեզ, ընդունենք, որ ողջ մեղքերը վերցրեց, նշանակում է մարդը մեղավոր չի, բա ինչի համար են մինչև օրս ասում ամեն մեկը ծնված օրվանից մեղավոր է։ Եվ եկեք ապաշխարենք, Քրիստոսի անունով քարոզներ անելով, մկրտություն անելով, բայց դե մենք գնում այն գաղափարին, որ Քրիստոս ինքն իրան զոհեց հանուն մարդկանց մեղքերի, հա։ Չէ, Քրիստոսը զոհվեց մարդկանց տգիտության պատճառով, ոչ թե մեղքերի համար։ Եվ այնտեղ մեղք գաղափարը նախ պետք ճիշտ հասկանալ, ինչ ասել է մեղք, կամ որն է մեր հետ բերած մեղքի գաղափարը։ Ինչի համար է մարդ որ գալիս, ասում են ծնված օրվանից մեղավոր է, որն է պատճառը կամ ինչ ասել է մեղավոր է։ Միշտ հղում անում է, որ դա ադամական մեղքն է, դա ադամական մեղքը չէ, դա այլ մի ծանր մի գործողության շղթա է, որի շնորհիվ կամ որը մեր ուսերին դրած գալիս ենք այս աշխարհ, բայց բոլորինը նույնը չեն, ամեն մեկինս տարբեր է։ Որին ասում են կարմա, շատ հաճախ։ Այո, կարմա կամ ճակատագիր։ Մեր տարբեր կյանքերի ժամանակ կուտակած սխալ գործողությունների հետևանքներն են մեր հետ բերում։ Եվ Երանի նրան, ով գիտակցելով հետ կնայի, ինչպես իրաց տունն են մի օր որոշում շաբաթօրյակ աներ, սենց ասած, այցև կփորձի մաքրել իր ողջ անցած ճանապարհի հետքերը, որ կարողանա առաջ շարժվել։ Առանց խոչընդոտի առաջ շարժվել։ Շնորհակալ եմ Դավիթ ջան, այո, մեղքի գաղափարը շատ խեղված է մեզ հասել, խեղաթյուրված։ Ինչ է նշանակում էր կարմա, որոշակի մատրիցա, որ դու եկել ես եւ որոշ պոչիկ ես թողել այնտեղ, դու հիմա այդ ամեն ինչը սկսում ես համահարթեցնել, հա, եւ գտնել պատճառ-հետևանքային կապը, այս կամ այն բանի։ Ինչը որ դարձրեցին մեղքի գաղափար եւ ստիպեցին մարդկանց միշտ իրենց մեղավոր զգալ, ինչը որ մեղքի զգացումը մեղավոր մարդը ամեն անգամ իրեն համարելով, սարսափելի կգցի իր ինքնագնահատականը ու նա չի դառնա ինքնաճանաչ եւ ավելի նոր կարմաներ կվաստակի ինքն իր համար, ինքն իրեն չճանաչելով, թաղելով հողի մեջ եւ այն ճահճի մեջ, որից ինքը չի կարող դուրս գալ։
Դե էսի արդեն հասկանում ենք ում էր պետք, ինչ ուժերի էր պետք, որ մարդը մոռանա իր ծագումը, մոռանա իրով լինելը, քանի որ որոշները շահագրգռված են, որ մեր էության մի ստվար զանգվածը քնած վիճակում մնա, դե իրանք փորձում են ամեն եղանակով միտքը գողանալ, ճշմարիտ միտքը գողանալ, փոխարինել չինական պատենտով, օրիգինալի փոխարեն։ Պատահական ոչինչ չի լինում, Ա, Սևակ ջան։ Դեմ չեմ, Ասեմ իհարկե։ ավելին, ամեն այդ քո ասած գողացողները, եթե գողանում են խորհրդանշաբար ասած, իրանք իրենց գործն են անում, դա իրենց անելիքն է, իրանց գործը շատ լավ են Հա, անում։ Հարցն է, Սովամաց եմ ուզում եմ մարդ արարած իր գործ ինչքանով է անում։ Իրանք դա անում իհարկե։ են, որովհետև դա իրենց բնույթն է այդպես։ Հա, Եվ այդ իրենց գործողության շնորհիվ դրդում են մեզ գնալ դեպի առաջ, գիտակցել, ավելի ճանաչել, խոր։ գնալ ճանաչողության դաշտով, այդ ինչքանով ենք մենք դա գիտակցում եւ ուսում հասկանալ մենք ով ենք եւ ուր պետք է գնալ։ Այ դա է հարցը։ Իրանց արած վատությունը շատ հաճախ մեր համար լավություն է դուրս գալի, երբ որ մենք չենք կանգնում տեղում ու մնում ընկած, այլ մենք բարձրանում ենք եւ ասում ենք սա էլ կանցնի եւ հիմա ես կդառնամ իմ ավելի լավ վերսիան, ավելի կատարելագործված տեսակը ճանաչողության հաշվին կբարձրացնեմ իմ գիտակցական մակարդակը։ Իհարկե իրենք ինչքան էլ նեղվեն դրանից, բայց իրենց վատությունը լավություն է դուրս գալի։ Եվ վերջում մարդը գտնում է ինքն իրեն, չկա չարիք, որ չկատարի բարիք, կարգախոսը սկսում է գործել։ Եվ հենց այս հատվածում նաև այնտեղ, որ ասում է հին կտակարանի ներկայացված Աստված անիծում է ժողովրդին, անեծքը դա նույնպես հայոյանք եմ ես համանում, հայոյանքի ինչ-որ մի ձև է, եւ առհասարակ ինչ է հայհոյանքը, հա, ինքը եթե անիծեց, այնտեղ ասում է Քրիստոսն էլ թզենին անիծեց, բայց այդ դեպքում ուր էր իր բարոյականությունը, էթիկան, ինչի իրանք պետք է անիծեին, այն թզենին հələ ժամանակը չէր, այնտեղ գրված է, բայց արդեն ժամանակը չէր եկել, որ պտուղ տա, բայց Հիսուսը բռնում անիծում է, թեև ժամանակը չէր, որ պտուղ տար։ Եվ ասում է Եհովան էլ էր հին կտակարանի անիծում, ինչ հերն այն էլ որդին է, անիծում էին այն մեկը նրան, այն մեկը, բայց ինչ է հայոյանքը, որ շատ ազգերի մեջ, օրինակ այդ հայոյանքով կարող են սրուցել իրար հետ, դա վիրավորական չի, դրանից չի դառնում կռիվ պատերազմ, բայց մեր հայ մենթալիտետի մեջ հայոյանքը շատ հաճախ ավարտվում է դանակալությամբ, սպանությամբ, ողակալությամբ, վրեժխնդրությամբ եւ ինչ է այդ հայոյան կոչվածը, որ իր հետևից նման շարան է բերում աղետի եւ ընդհանրապես աստվածությունների պարագայում ինչ ասել այդ անեծքը։ Մի փոքր Իրեն ցանկնեց մոտեցումը հարցը հետաքրքիր ձևով է ներկայացված։ Առաջին հերթին այլ մի հատ տարբերակենք անեծքը եւ հայոյանքը կամ անեծքից սկսենք։ Կարդալով կտակարանյան տեքստերը, գրվածքները, առաջին անեծքի դրվագները տեսնում ենք հին կտակարանում արգելված պտուղից սկսած, երբ սկսվում է առաջին անեծքի օրինակները։ Անեծքը դրանք դա պատահական խոսքեր չեն, եւ մարդուն կամ առասարակ անեծքի խոսքեր դրանք պատահական խոսքեր չեն եւ ունեն իրենց համապատասխան էներգիաները։ Եվ շատ մեծ կապ ունի ով է անիծողը եւ ինչ էներգիայի տեր է անիծողը։ Չեմ ասում, որ մենք 21-րդ դարում ինչքան էլ հեռացել ենք կամ մատերի արանքում ենք նայում նման բաներին, բայց երբ որ մեր դիմացինի կողմից անեծքի խոսքեր լսենք, հաստատ մեզ լավ չենք զգալու եւ փոխադարձ ինչ-որ պատասխան կուզենանք տալ, եթե գիտակից չեղանք։ Մատերի արանքով ինչքան էլ փորձում ենք ուշադիր չլինել, բայց մատերի արանքով չենք նայում։ Առաջին օրինակը հին կտակարանի այդ ամենասկզբից ծննդոցից սկսած մենք նկատում ենք տվյալ նյութական աստվածության կողմից անեծքի շարաններ, բայց հետաքրքիր է ի տարբերություն Հիսուսի անեծքի շատ մեծ տարբերություն կա։ Նայ տվյալ աստվածությունը ինքը ներկայանալով որպես բոլորի ստեղծող, հա,
չնայած շեշտեմ, որ ինքը չի ասում տիեզերքի ստեղծողն է, ինքը նյութական աշխարհի դաշտում է ներկայանում որպես ստեղծող եւ իր ստեղծածին է անիծում հատկապես մի էակին իր ողջ անեծքները ուղղված են մարդ արարածին, որը ինչպես ասեցինք շատ ավելի մեծ ուժ ունի գիտակի ժամանակ, քան ցանկացած մի աստվածություն։ Ասել կուզեմ, իր մեջ պարունակում է ողջ տիեզերքը իր ամեն ինչով եւ անիծել նման զոր ուժի, ինչա որ ինքը թմբիրի մեջ է գտնվում, ամենայն դեպս ճանաչողական դաշտում այդ մի քիչ առողջ վիճակ չի, ընդունելու վիճակ չի եւ օրինակ վերցնելու ձև չի դա, որ մտածենք, նայ Աստված անիծում, մենք էլ անիծենք։ Ցանկացած աստվածություն իր խոսքին տեր է կարողանում լինել, բայց մենք ինչքան ենք կարողանում այդ շղթան հասկանալ անեծք ուղղելուց։ Ինչի համար, որտեղ անիծելով ինչ-որ մեկին, օրինակ, սովորական օրինակ բերենք դիմացինին, չի բացառում քո անեծքը իրոք աշխատող լինի, որովհետև դա խոսքեր են, բայց այդ խոսքը էներգիա է փոխանցում եւ այդ էներգիայից ինչ-որ հիվանդություն կառաջանա կամ ինչ-որ մի բան, բայց հետո կարող է մի օր պարզվի, որ անիծել եք ձեր երեխան օրինակ սիրահարվել է տվյալ մարդու երեխային, բայց այդ երեխան է այդ անեծքից վնասվել։ Կարաք այդ բումերանգի օրինակով այդ անեծքը հետ բերել ձեզ դեպի։ Դրա համար առողջ բան չի անիծելը։ Ինքը նույնիսկ ասեմ, մենք հատորյակ ունենք, մեծ հաստ գիրք ունենք անեծքների շարանի եւ օրհնությունների շարանի, հետաքրքիր մի անգամ ձեռքս ընկավ, իհարկե իմը չէր, բայց շատ հետաքրքրված նայում էի, բարձում է բավականին շատ լուրջ նման խոսքեր կան, ձևեր կան, մարդիկ մշակել են այդ ամեն ինչ եւ դրանք պատահական խոսքեր չեն, դրանք մոգական խոսքեր են որոշ առումով, որոնք դեգրադացված վիճակում են հասել մեզ եւ իրանց մեջ մենակ պարունակում են այն բացասական տեսքը ու վերջ, բայց դրանք դա էլ այդ խեղված վիճակով այդ խոսքերը, այդ նախադասությունները իրանց մեջ էլի այդ բացասական էներգիան պարունակում են։ Դրա համար ամեն անեծք իր ներսում մահվան եւ ցավի էներգիա է պարունակում, ինչքանով է առողջ դիմացինի ցավը մատուցել, ամեն մեկս փորձենք ընտրել, հատկապես հիմիկվա մեր ժամանակներում, երբ որ համացանցը բացում ես, քաղաքականությունից սկսած վերջացրած անձնականից անեծքների եւ հայհոյանքներ են հղվում իրար։ Չենք հասկանում, որ այդ ասում եմ նույն անեծքը տվյալ մարդուն ասելուց կարա ինքը սենց ասած կպնի տվյալ մարդու երեխուն, թորանը, ոչ թե տվյալ մարդուն։ Բայց չի բացառում, որ այդ թորը իմաստ պիտի դառնա վաղը միսօր։ Վերջ այդ անեծքի մթնոլորտը, օրինակ մեր հայ ժողովրդի մեջ այս պատերազմից սկսած հատկապես ցավալի դեպքեր են եւ այլ, բայց այդ անեծքի վատ մթնոլորտը, որ սպատել է մեր երկիրը, անձրևի պես այդ էներգիան մեզ է գալիս, դա պետք է գիտակցել, ասում են ինչ անենք, եթե դիմացինը անիծում է, դու 10 անգամ օրհնություն տուր իրան, մի հատ օրհնանքը 1000 անեծք որպեսզի այդ էներգիան չեզոքանա եւ քո օրհնության էներգիան ավելի լինի, քան թե այդ անիծողի։ Հավատացնում այդ անիծողը մի պահ սենց կարող է ապատիկ հայացքով նայել եւ ներողություն խնդրել, որ անիծել է, որովհետեւ դու փոխարեն իրան օրհնում ես։ Բացի դա, ոչ թե տվյալ մարդու աչքի առաջ մենակ օրհնեք, անընդհատ իրան օրհնություն տվեք, որովհետեւ ինքը ավելի տուժված է, քան ցանկացած մեկը, որովհետեւ ինքը այնքանով է տուժված, որ չի գիտակցում ինչ է անում, չի գիտակցում, որ իր խոսքով իր ընտանիքն է քանդում, խեղում, ի տարբերություն նրան, որ նկատում է, որ անիծել լավ բան չի։ Անեծքի խորհուրդը, անեծքի գաղափարի մասին, ինչ վերաբերում է Հիսուսը, որ անիծեց այդ վերածը օրինակով, Հիսուսի
դեպքում ներկայացված է մի անեծքի դեպք, երբ անիծում է ոչ թե մարդ արարածի, այլ թզենու, այո, որի տակավին ժամանակը չէր հասնելու, բայց դա խորհրդանշաբար է ներկայացված, ինչ առումով, որովհետև ողջ տիեզերքը միշտ պատրաստ է լինում գործելու համար նման էակների ներկայության ժամանակ։ Այ օրինակ Հիսուսը երբ Երուսաղեմ պետք է գնա, ասում է գնացեք սարի վրա, մի ավանակ կտեսնեք իր ձագով, վերցրեք եւ բերեք։ Երբ ինչ որ մեկը կհարցնի ուր եք տանում, ասեք տիրոջը պետք է, տանում ենք եւ ինքը կտա։ Բայց այդ մարդը ինչ որ անծանոթ մեկն էր թվում է, չէ՞։ Բայց դա ցույց է տալիս, որ ողջ տիեզերքը Հիսուսի գալու հետ միասին շատ նաև արժանավոր էակներ էին եկել, որպեսզի ապրեին իրենց կյանքը 30 տարի, 40 տարի, եսիմ քանի տարի, որ գար այն պահը, երբ պիտի ծառայությունը իրենց մատուցեին մարդու որդուն, եւ հետո գնային այս աշխարհից։ Եվ այդ էակներից մեկը օրինակ այդ ավանակի տերն էր, որ պետք է տար, ուրիշին չէր տալու։ Ինքը ամբողջ իր կյանքը ապրել էր այդ սարի վրա, սպասելով, որ այդ գործողությունը պիտի կատարի ու գնա։ Նույն ձևի կույրի բժշկման ժամանակ, երբ որ ասում են, որն էր պատճառը, որ ծնողների մեղքերի համար, թե իր մեղքերի համար էր կույր ծնվել, ասում է Հարսյալի գործ ապացուցելու համար։ Այդ մարդը ծնվել այդքան տարի ապրել, որ մի պահ պետք է հանդիպի Հիսուսին եւ անի տվյալ գործողությունը։ Նույնիսկ ձկները, երբ Հիսուս ասում է ուրկանը գցեք, ձկները գալիս են լցվում են ուրկանը, որպեսզի ցույց տա, թե ում հետ գործ ունեն, ում խոսքին են եկել, դեպի ում խոսքի կողմ են եկել։ Բայց ինչի ես կանայեցի, այդ թզենին չէր ենթարկվել տիեզերքին եւ չէր ընդունել, քնած վիճակում էր ինքը, թեկուզ տակավին հասնելու ժամանակը չէր, բայց այնպես մի մեծ էներգիայով լեցուն էակ էր եկել, սովածացել եւ թզենին պետք է այդ պահին պտուղ տար, թեկուզ ժամանակը չէր, որ Հիսուսը հագենար, հագեցներ իր քաղցը, բայց քանի որ ինքը քնած թմբիրի մեջ էր, այդ պատճառով Հիսուս չորացնելով օրինակ բերեց, որ նայեք թմբիրի մեջ չմնաք, թե չկնմանվեք այս թզենուն, ով որ մարդու որդու ներկայություն այդ մեծ էներգիան չի զգում, հարցը իր անձը չի, հարցը մեր ժամանակների մասին էլ է։ Եթե մենք ապրում ենք բույսի նման մենակ ուտելով եւ կարիքի չենք զգում ինքնաճանաչման, արարչականի հնտրտուքի մեր ներսի այդ լույսի բացման, կարիքը չենք զգում, այդ թզենու նման կարող է չորանալ։ Իսկ այդ process-ը չորացման ավելի դաժան է լինում, քան թե թզենու, որտեղ թզենու մասին 2000 տարի է մենք բոլորս լսում ենք, բայց տվյալ մարդու, այսինքն գնալուց հետո այս աշխարհը լքելուց հետո մոռանում են իրան, որտեղ ինքը կյանքը բույսի պես է ապրել։ Շատ կարևոր է մարդու պես ապրել, քնած չապրել, այլ հնարավորինս գոնե արթուն ապ, գոնե գիտակցել, որ քնած ժամանակ դու երազ ես տեսնում, գոնե երազը գիտակցել, այն ամենը գոնե վիճակն եմ ներկայացնում։ Իսկ թզենին այն ասում եմ բնության բոլոր տարիքները տրված էին Հիսուսին ընդունելու համար, թզենին չընդունեց։ Եվ դա էր ցույց տալիս, որ կարծունի տակավին ժամանակն է, թե տակավին ժամանակը չէ, դու պետք է միշտ պատրաստ լինես, որովհետև նույնիսկ գաղափարով Հիսուսն ինչ է ասում, ասում է մարդու որդու երկրորդ գալուստի մասին, երբ որ ասում են ու բոլորը պատկերացնում են, որ ամպերի վրա նստած Հիսուսը պետք է գա, ոչ։ Հիսուսը նույնիսկ ասում է ոչ մեկ չգիտի, երբ կգա մարդու որդին, որովհետև ամենքի ներսում է առաջին հերթին ինքը երևալ, որի մասին խոսել ենք, բայց հղում է ամենատեն պատրաստ է։ Հղում է անում մի թզենու օրինակով, հղում է անում, որ դու կապ չունի տակավին քո ժամանակն է դրա հասունացման, թե չէ, դու պետք է թզենու օրինակով չապրես, այլ միշտ պատրաստ լինես։
Երբ որ տիեզերքի էներգիան զգում ես, միշտ գնաս այդ էներգիայի ճանապարհով։ Ահա թե ինչու է այդ անեծքի տեսակը բանան։ Իսկ Հիսուսը հաջորդիվ ասում է՝ մի անիծեք, մի երթվեք, ճիշտ է։ Ի տարբերություն ինքնտակարանյան աստվածության, որ ինքը ամենուր անիծում է։ Եվ անգամ երթում է անում, ասում է, քո Աստվածդ քո հայրիկիդ երթում հրա, որ քեզ մեծ Այո, ու գեղեցիկ քաղաքներ ի պետք է տա։ տարբերություն, երբ Հիսուսը ասում է մի երթվի, ոչ երթվելը, ոչ անիծելը, դրանք վատ կամ լավ չեն։ Հա, Ուղղակի ուղղակի։ հարցն է դու Բացվում քո է։ խոսք ես ասում, պետք է քո խոսքին տեր լինես, Այո։ որ հետո չփոշմանես քո արածի համար, ավելի լավ է չանել։ Այս էտա մեղք էլի, այս էտա կառնա։ Դրա համար Հիսուսն ասում է՝ մի երթվեք, այլ ձեր այո Այո տալու լինի, այո, ոչ ոչ։ ոչը ոչ։ Այսինքն կհավատան, չեն հավատա, թող չհավատան։ Բայց պետք է երթվելով, հատկապես մենք հայերս բնավորություն ունենք, հիմա հաղում եմ անքոյն բարձրացրած միս հարցին, տղաների մեջ, բոլորս գիտենք, խոսքը ապացուցելու համար կամ երթվում ենք, կամ հայոյանքով ենք ապացուցում։ Հա, բայց սուտասանը կարա երթվելուց էլ խաբի, հայոյանք ուզելուց էլ Հասկացա, դրա համար կամ հավատում են, կամ չեն հավատում։ Երթվելու գաղափարը շատ կարևոր է իդեպ, ինչքան էլ ասենք քրիստոնեություն, հեթանոսությունը հեշտ կամ բան, նայ հրաշալի մի գաղափար է մեր մոտ պահպանված երթվել։ Իհարկե գիտակից։ դրանից ավելի լավ է դու չխոստանաս, չերթվես, ուղղակի անես քո խոսքը կատարելով։ Հետո երթվելով դու ոնց որ պարտադրում ես դիմացինին, որ պետք է քեզ հավատա, ոնց թե երթվում եմ Հա պարտադրում ես, Նախ ոնց որ պարտադրանքի մի բան էլ նայ առաջանում։ հետաքրքրական մի բան կա, դիմացինը նույնիսկ կարա չհավատա, բայց չըմբոստանալու համար, որովհետև երթումին ըմբոստանալ նշանակում է վիրավոր է, ասում է հավատում եմ, բայց ինքը սկսում է էլի կասկածել, որովհետև դու ինչ որ ձևով ուզում ես ապացուցես այն ինչ որ դու ասել ես, իսկ ճիշտ խոսքը ապացուցելու կարիք չկա։ Բացի դա, մեր երթվելու մեջ մենք միակ ասում ենք, որ արևով ենք երթվում։ Հետո էլ կասենք, թե հեթանոսություն, արևապաշտություն չունենք։ Նույն Հիսուսը ինքը արևի Արեգակն արդար է հավերժական կոչվում լույսի ասենց։ ներկայացուցիչ է։ Եվ Այո։ միակ ազգն ենք, որում պահպանվել է արևով երթվելու դրվագը, նույնիսկ հոգևորականներն են երթվելուց արևով երթվում։ Դա Այո։ մեր հին պաշտամունքներից բան է։ Բայց սատանայից հա ուրեմն չի Չէ, կարելի։ ոչ մի բան վատ կամ լավ անելու խնդիր չկա։ Բերնես Հիմա որ ասենք հայոյանքի դաշտին։ Նաև մենք միակ ազգն ենք, երևի իմ ճանաչածներից ամենայն դեպս կամ էլի քիչ ազգեր կան, որովհետև ամենտեղ կա մարդ արարածը, ամեն ազգի մեջ էլ կգտնենք մարդ, ով որ հայոյանքը խորթ է համարում եւ ընդդիմանում է հայոյանքին, բայց լավ գիտենք, թե մեծ երկրներում եւ բան նույնիսկ սրբապիղծ հայոյանքները նորմալ են ընդունում, մոր ուղված հայոյանքը, քրոջ ուղված հայոյանքը, չէ։ Մենք շատ ծանր ենք տանում դա։ Եվ դա ունի իր պատճառը, որովհետև ինչպես ասում է Բայրոնը, եթե սեր ես ուզում խոստովանես, խոստովանի իտալերենով։ Եթե ուզում ես հայոյես, հայոյի թուրքերենով։ Եթե ուզում ես խոսես աստվածների հետ, խոսի հայերենով։ Պետք է մեջ բերի այդ խոսքերը, որտեղ հրաշալի նկատած բանը, հայոյանքը հայերեն լեզվի հետ կապ չունեցող երևույթ է։ Այո, դա թուրքալեզու երկրներում շատ պոպուլյար, հա, արդիական երևույթ է։ Ծագումը դեղից է, հայոյանքի ձևը։ Այդ քոչվոր ցեղերի մեջ շատ տարածված է գուցե։ Ամենայն դեպս ժամանակի ընթացքում, երբ որ մենք չենք ունեցել հայոյանք, բայց այդ երբ Հայաստանը կիսվել էր տարբեր մասերի եւ ձուլվելով մեր արունը նույնիսկ շատերիս մեջ փոխվեց, ձուլվելով արաբների, պարսիկների, թուրքերի, այո, ձուլվելով թե մշակույթը խառնվեց, հետո Կոմիտասի շնորհիվ էլի մաքրվեց, թե խոսակցականը նույն ձևով խոսակցական մեջ մտավ հայոյանքի գաղափարը։ Եվ ինչքան էլ մտել է մեր մեջ հայոյանքի գաղափարը, կա մի հատ
հետաքրքիր պահ, որ անգիտակցաբար ենթագիտակցության մեջ կամ բան մենք չենք ընդունում, դա մեր համար շատ խորթ է, ինչ որ մեկի հայոյանքը մենք ընդունում ենք ոնց որ թշնամի։ Օրինակ ռուսները իրար հայոյելու համար հաճույքով հայոյում են իրար, ամերիկյան ֆիլմերում կամ բան, չէ, նույնիսկ դա օրհնության նման մի բան է։ Բայց երբ որ մեկը հայոյում է նույնիսկ ընկերոջը, հատկապես որոշակի հայոյանքներ, ինչ ուղղված է ծնողին, հարազատին, մեծ վեճեր է տեղի ունենում, սպանություններ է տեղի ունենում այդ բառի հետ նախադասության, որովհետև իրական այդ բառը մեզ չեկա ֆիզիկապես կպավ, բայց մենք թշնամություն ենք զգում այդ խոսքից, որովհետև դա օտարից եկած, հատկապես դարավոր մեր վերջը ցանկացող տեսակից է եկել այդ խոսքը։ Մենք զգում ենք շատ օտարածին բան այդ խոսքի մեջ։ Իրականում այնքան այդ բառերի շարանը կապ չունի, ինչքան այդ խոսքի տեսակը, որը մեզ խորթ է, եւ դա ընդունում ենք որպես սպառնալիք։ Այո, Այս եւ սպառնալիքի պատճառով ենք կա։ մենք, բայց մի օտարածին շատ վատ հայոյանք կա մեր մեջ տարածված, որի մասին կցանկանայի Բարձրաձյան ասել, որը ընդունված է ընտանիքներում, հարազատները նույնիսկ իրար ասում են, դա տիրում էր հայոյանքն է եւ դա այտենց սիրո գաղափար որպես շռայլում են այն գիտակցության, որ տիրում էր դա նույն իբրև ծնողի մայրն է, բայց ոչ մեկ իր ծնողին չի ասում տեր պապա կամ տեր մամա, բայց մենք ասում ենք տեր Աստված, ես չելնի, չէ, տիրում էր դա տիրամորն է ուղղված այդ հայոյանքը։ Եթե վերցնենք այն հիմար գաղափարով, որ իբրև չէ դա հոր կամ մոր ծնողին են ասում եւ այլը, դե ինքը արդեն այն աշխարհում է կամ բան, այն նույնն է, եթե քո կողքը քո հորը մայր հայոյեն, դու խելոք կկանգնես եւ կժպտաս, իհարկե ոչ, էլի պատերազմ կստեղծեք կամ ձեր մորը, եթե էլի հայոյեն ծնողին, չէ՞։ Այդ ոնց է ստացվում, որ թեկուզ այդ գաղափարի մեջ, եթե ձեր հայրը կամ մայրը ձեր կողքին չի, ինչ որ մեկը ըստ ձեր գիտակցության ձեր տատիկին կամ պապիկին է հայում, դա նորմալ եք ընդունում, բայց ծնողի ներկայության ժամանակ նորմալ չեք ընդունելու։ Հասկանում եք, անմիտ գաղափարներով ենք ապրում, այդ չեմ ասում, խոսքեր ենք շռայլորեն իրար տալիս, որը շատ սրբապիղծ էներգիա է իր մեջ պարունակում։ Իհարկե, թե այդ անեծքների շարանը, թե այդ հայոյանքների շարանը, թե այդ բացասական էներգիաներով լի խոսքերը ու գրառումները, որ լցվում են եթերների տակ, տարբեր եթերների տակ, հատկապես քաղաքական դաշտում նկատի ունեմ, երկու աղբեր, հերու աղբեր, ընտանիքի անդամներ դուրս են եկել իրար դեմ, չեն հասկանում, որ դա մտածված է արվում ազգին մասնատելու, բաժանելու համար, որ հեշտ ենթարկվենք։ Այնինչ այդ հայոյանքներն ու անեծքները վերածվեն օրհնությունների, հրաշք խոսքերի եւ ձեռի բռնած փորձենք ոտքի կանգնել։ Եթե պատկերացնես ունկնդիրը հիմա մտածես ինչ են խոսում, դե բառով բան չի փոխվի, աշխարհ չի փոխվի։ Այդ դեպքում ոնց կլինի, որ դիմացինը, երբ որ քեզ բառով ինչ որ հայոյանքի տեսքով բառ է ասում, դա ֆիզիկապես ոչ մի ցավ չի պարգևում քեզ, բայց այդ բառի համար դու պատրաստ ես վնաս տալու այդ մարդուն։ Պատրաստ է, որ այդ բառը շատ կարևոր դեր ունի մեր կյանքում, ավելի քան ֆիզիկական ցավ պատճառելը, որտեղ եթե մեկը գա հարվածի քեզ, հետո ներողություն խնդրի, ասի գժվել է, էլի մի բան աչքիս երևաց դրամ արարեցի, դու կներես, բայց եթե ծնողին ուղված հայոյանք տա, անպայման միջև չծեծես, չես հանգստանա։ Բառի համար մենք պատրաստ ենք միջև սպանություն գնալու,
Բայց ֆիզիկական ցավի ժամանակ երբ որ ներողություն են խնդրում, չէ։ Նույնիսկ հավելուց հետո երբ որ ներողություն խնդրի, դու անպայման մի ցավ կպատճառես իրան, որտեղ մեր մեջ այդ բնույթը կա, որտեղ դա շատ խորթ ու ցավոտ բան է, հայերիս համար հատկապես։ Դա շեշտում եմ եւ առանձնացնում եմ, որ հայերիս համար հատկապես։ Դրա համար շատ կարևոր է, որ չնայել դիմացինի ինչքան է անցում, հնարավորինս օրհնություն տարածեք։ Մի ասեք դիմացինը, անես կանոն, բայց ես չեմ օրհնի իրան, դուք օրհնություն տվեք։ Թող այդ օրհնության էներգիան շատանա այս երկրի վրա։ Որովհետև անես իրան մեջ մահա պարունակում օրհնությունը կյանք։ Իսկ տիեզերքը տեսնելով, տեսնում է այդ էներգիան, ոչ թե լսում է մեր խոսքերը, այլ տեսնում է այդ էներգիան։ Իսկ այդ էներգիան տեսնելով, որ մենք այդ էներգիան մեջ լավ ենք զգում, ինքը համապատասխան գործողություն է մեզի ապահովելու։ Եթե անեզքը, որ իր մեջ մահ է պարունակում, խոսքերը, այն որ խոսում ենք, ցավը տանեմ, մատաղ լինեմ, նույնիսկ այդ խոսքերը, չէ՞։ Տիեզերքը ասում է մարդուն դուր է գալիս մատաղ լինել, մահանալ, ցավ ունենալ, դիմացինին ցավ պարգևել։ Ես այդ ցավի հնարավորությունը կտամ եւ ստեղծում է թե պատերազմ, թե ինչ որ երկրաշարժ եւ այդ ցավը մեզնից անպակաս է լինում։ Հետո ցավի ժամանակ ավելի շատ ենք սկսում անիծելու հայել եւ ցավը գնալով ավելի է խորանում։ Իսկ եթե օրհնությունները, լավ խոսքերը, լավ գործողությունները, իրար օգնելը շատանա մեր մեջ, տիեզերքը տեսնելու է, ասի, այս մարդիկ լույսից են լավ զգում։ Ես իրանց համար լույս պարգևեմ, խաղաղություն պարգևեմ, որովհետև իրանք խաղաղասեր են։ Ասել խաղաղասեր ենք եւ անիծել, դա չեղավ խաղաղասեր լինել։ Ասել խաղաղասեր ենք եւ ծեծել մերձավորին մի բառի համար, դա չեղավ խաղաղասեր լինել։ Ասել խաղաղասեր ենք եւ չիմանալ ներել կամ ներողություն խնդրել, դա չեղավ որ խաղաղասեր ենք։ Բայց եթե չենք ուզում պատերազմ, ուրեմն պետք է պատրաստենք սիրելու, ներելու եւ ներողություն խնդրելու։ Շնորհակալ եմ Դավիթ ջան, այո, շատերս մեր անգիտության պատճառով ենք հայտնվում տարատեսակ որոգայթների մեջ, հենց նույն գրքում էլ կա հաղվում, որ ժողովուրդը տգիտության պատճառով է կորսվում, ու այնտեղ էլ ամեն ինչ մենք պետք է հասկանանք, որ պատասխանատվությունը թողնված է մեր վրա եւ ասում է ինչ ցանես այն կհնձես, ով ինչ անի իրեն կանի, Քացախ իշքան թթուել ավենքան իր ամանը կքայքայի, հա, մի խոսքով, բայց մեզ թվում է թե չէ, դե մենք ոչինչ չենք կարող անենք, Աստված ավերևը որոշում, մենք ընտրյալ ենք, Աստված մեզ կպայի, ընդամենը այդ արարիչը, որ մեզ պահում է, ի վերջո այդ մենք ենք մեզ անում, այդ արարիչի հանագումարը նաև մենք ենք։ Արարիչի պահում է այն մարդկանց շնորհիվ, ովքեր տարատեսակ տեղեր, տարբեր տեղեր նստած օրհնություններ են հղում ողջ մոլորակի վրա, որը ոչնչացնում այն անեծքի ուժն ու զորությունը, ինչի արդյունքում կշեռքը բալանսավորվելով դեռ մենք կարողանում ենք ողջ մնալ։ Եթե մարդկանց թվում է աշխարհը լցվեց անեծքով եւ ահա տեսել ոչի շեղավ էս մոլորակին, ոչ, շատ բացուկ տեղերում մարդիկ այս ամենի իմանալով օրհնություններ են հղում դերքին, ինչն էլ ոչնչացնում է հազար անեծքի զորություն։ Բայց եկեք ուրեմն միասնական ուժերով կարողանանք այդ օրհնության էներգիաները եւ վիբրացիաները տարածենք ողջ մոլորակում, որ այդ արխայություն կոչվածը, որ միշտ փնտրել ենք դրսում, հայտնաբերենք մեր ներսում, մենք բարձրանանք այդ արխայության մակարդակ։ Շնորհակալ եմ Դավիթ ջան եւ հենց դրանից ուզում եմ ացում կատարել Միհրի այդ թեվավոր խոսքերին, որ ասեց երբ որ գարի կլինի քանց ընկուզմի եւ ծորեն կլինի քանց մասուրմի եւ նոր հրաման կա որ դուրս գանք այնտեղեն, այսինքն երբ որ մարմինը կլինի հոգու մեջ, այլ ոչ թե հոգին կլինի մարմնի մեջ, նոր մենք հրաման կա դուրս գանք այնտեղեն։ Այսինքն ագրավակարի քարում փակվելու խորհուրդը շատերը էլի ինչպես մարդը սովորա մտածել, որ Աստված դրսում է, դրախտը դրսում է, ինչ որ ուժեր պիտի գան իրան օգնեն, դիցերը, չգիտեմ ինչ բան միշտ իր կամքը տալիս է դրսին, որ բոլոր աստվածության հաճախականությունը մենք մեր մեջ ենք գրում մեր վիբրացիոնալ մակարդակով, այդ նույն ձևով էլ մի հրը փորձում են փնտրել դրսում, միշտեր ագրավակարը մեր մարմինն է, իսկ միերը Քրիստոսագիտակցությունը, որ փակված է մեր ներսում։
Այս կցանկանամ այդ ինչի համար ընկույզի չափ պետք է լինի, որտեղ ընկույզը կոտրում ենք եւ ինքը ուղեղի նման է, այսինքն ուղեղի մեծանալու խորհրդանիշն է նաեւ։ Ես կցանկանամ անգամ քո տեսանկյունից դու այս հարցին էլ անդրադառնաս եւ այդպիսով ամփոփենք մեր այսօրվա հանդիպումը, Դավիթ ջան։ Խնդրեմ սիրով կլսենք քեզ։ Ամենայն դեպս ինքս ուղեղի հետ շատ չեմ կապում, որովհետև ուղեղը դա մարմնի իշխանության գործիքն է, իսկ խելքը, էլի նո խելքը, ես ավելի շատ կասեմ։ խելքը ուղեղը Գիտակցություն, խելքը, գիտակցությունը եւ միտքը տարբեր բաներ են, տարբեր բաներ։ մոտավորապես բերեց, էլի։ Հասկանում եմ, բայց առասարակ ընկույզը նմանացնելով այդ ուղեղի մտքի գաղափարախոսությանը, դրա համար ինքս ասում չեմ կապում, շատերն են կապում, խնդիր չկա, կարելի է եւ այդպես դիտարկել։ Համենայն դեպս ավելի պարզ ուղղակի կարճ լինելու համար ավելի պարզ ձևով կցանկանայի ասել, հատկապես վերջերս առիթ շատ ալինում այդ հարցին անդրադառնալու։ Ինքս կողմ եմ, որ ցանկացած ինքնաճանաչման դաշտի հետ կապված բան առաջին հերթին մեր ներսով դիտարկելու այդ process-ին եմ կողմ, իսկ ինչ ասել կուզի մհերը, նախ ինչ է նշանակում ագրավաքար եւ ինչ է նշանակում մհերը մտնում է ագրավաքար, ասելով այդ խոսքերը նաեւ իդեպ ինքը ասում է եւ ամեն տարի ինչ որ կոնկրետ մի օր նշվում է, որ դուրս է գալիս, տեսնում է աշխարհը ինչ վիճակում է, նորից հետ է գնում ագրավաքար։ Առաջին հերթին շատ կարևոր է գիտակցել, որ այդ ագրավաքարը դա մեր մարմինն է։ Այն քարացած վիճակում, որի ներսում բայց գտնվում է մհերը, նույն հոգին, նույն լույսն ու նույն մարդը կամ Քրիստոսի մի փոքրիկ հատվածը, ոնց կուզեք դիտարկեք։ Եվ անմիջապես կապ ունի նույն քրիստոնեությունը եւ մերի գաղափարախոսությունը, ընդհանրապես մեր էպոսը Քրիստոսի գաղափարախոսության հետ ոչ ինքը տակարեն են, այլ Քրիստոսի։ Եվ ասելով Կարին միշտ դառնա ինչ մասուր ծորեն կդառնա ինչ անկույս, ես նորից կգամ աշխարհ, ասել կուզի, որ քանի մեր ներսի այդ լույսը գնալով մենք փոքրացրել ենք, դարձրել ենք գարու կամ ծորենի չափ, եւ մերը դուրս կգա այն ժամանակ, այսինքն դա նույն Քրիստոսը կգա երկրորդ անգամ այն ժամանակ, երբ որ կգիտակցենք, որ այդ փոքրացրած գարին կամ ծորենը պետք է մեծացնել սկսենք, մեծացնենք ինչ մասուրի չափ կամ ընկույզի չափ, դա որոշակի Աճի process է խորհրդանշում, այո, պատկերացրու ընկույզը կամ մասուրը քանի ծորենի չափ է, տասնյակներով, այսինքն հերիք է տասնյակներով մեծացնենք մեր ներսի լույսը, դա արդեն ինքնին գնալու այդ մեծացման process առաջ, եւ դա սկիզբը կդառնա մհերի դուրս գալու, ոչ թե դա վերջնակետն է չափսը, դա սկզբնակետն է, որը հետո անverջ մեծ չափի է դառնալու, որը հենց այն քրիստոսանալու process-ը, Երկրաչափական պրոգրեսիվ, այո, եւ մեր ներսի, մեր իսկ այս ագրավաքարից մհերը պետք է դուրս գա, ինչպես ասում է ամեն տարի մի անգամ ինքը գողտուկ դուրս է գալիս, դա իմ խորհրդանիշն է, որ օրինակ պահքի շրջան կլինի կամ ինչ-որ որոշակի նայեցում համար ոնց է արտահայտվում, դա կարող ամանորյա տոների հետ կապված լինի կամ որոշակի ինչ-որ պահի որ վիբրացիաները բարձր այս տարվա մեջ լինում է հաստատ մի օր, երբ որ մենք ինքներս սկսում ենք մի պահ մեզ հարց տա, մի ինչ-որ կարիք ենք սկսում զգալ, ինչ-որ մի բանի, որին մենք չենք նկատում կամ մոռացել ենք, բայց մեր մեջ ինքը անհանգիստ վիճակվում է, դա այդ մհերի տեղաշարժի մասին է խոսում, իսկ երբ որ մենք ներս մտնենք, գիտակցելով այս ագրավաքարի բնույթը եւ ներս մտնենք, փորձենք
ներսի լույսին սնունդ տալ, այդ մհերին սնունդ տալ եւ իրան մեծացնել, արթնացնել, իհարկե մերը կպատրի դակրավակարը եւ դուրս կգա։ Դա նույն երկրորդ գալուստը կլինի ցանկացած մեկի ներսում։ Այդ պատասխանի հիման վրա է Հիսուս ասում, ոչ մեկ չգիտի երբ է գալու երկրորդ անգամ, որովհետև նայեց ում մեջ երբ կգա, ոչ մեկ չգիտի, այդ գիտի մենակ հայրը ասում է, այն հայրը ում փոքրիկ մի հատված մեր ներսում է, որի շնորհիվ ինքներս ապրում ենք։ Չգիտեմ ընկալելի է ասածս թե չէ։ Այո, Բայց եթե մենք նստենք կամ գնանք վանում այն քարին կպնենք, նկարվենք կողքը, որ մհերի դուռը կոչվում, իդեպ մի քանիսը կան, հրաշալի իդեպ հետաքրքիր քանդակված բան եւ իր շատ լավ էներգիայով իդեպ դա չեղավ որ մենք մհերին մոտեցանք, մենք մոտեցանք ավելի քարացման, եթե ընդունում ենք որ հենց այդ քարն է մհերի դուռը, մենք ավելի վերածվեցինք ամուր ագրավաքարի եւ ագրավաքար պատահական չի որ կոչվում է, այ եթե հեքիաթների մեր հանդիպումներին մասնակցեին, այ ագրավի խորհուրդ եւ շատ խորհրդանիշներ կիմանային շատերը եւ պատահական չի հենց կոչվում ագրավաքար, այլ ոչ թե ուրիշ թռչունի կամ բան, որովհետեւ ագրավ ինքը շատ կարեւոր խորհրդանիշ ներկայացնող թռչուն է, տարբեր աշխարհները իրար կապող թռչունն է, որը միայն մահաբեր գաղափարի տակ ենք մենք ընկալում իրան, ոչ այդպես չի։ Մի խոսքով, մհերի խոսքի անդրադառնալով հակիրճ ձևով այսքանով կդիտարկեմ, որովհետև այս մի քանի նախադասությունը հերիք է, որ անսահման մտածելու տեղի տա մարդուն, ում հետաքրքիր է անպայման այդ անհանգստությունը կառաջացնի, ով ականջունի կլսի, ով աչք ունի կտեսնի։ Ահա թե որն է մեր խնդիրը։ Իհարկե, երբեք մհերը դուրս չի գա, երբեք Քրիստոս չի գա երկրորդ գալուստով այն մարդու համար, ով ընդամենը հետաքրքրված է ու վերջ։ Այն նույն առակի օրինակով, երբ որ ցորենը ցանում է սերմնացանը, մի մասը գնում է ապառաշ քարերի վրա ու ագրավների կեր կամ ճամփեզրին անկնում, հա, մի մասը ճամփեզրին, մի մասը փշերի մեջ անկնում է, բայց փշերն են խեղդում, հա, մի մասն է լավ բերի հողի մեջ։ Երայիններն որ այդ բերի հողի մեջ, այսինքն որ պատրաստ է հասկանա ոչ թե իր մտքերին տրվելով կամ հետաքրքրությունից ելնելով տեղեկան այս ամեն ինչը ծափահարի եւ վերջ ապարծյուն անցնի գնա, ասի գիտեմ ու վերջ։ Գիտենալ դա բան չի ներկայացնում իրեն, հարցը գիտենալ չի, հարցը անելն ու ապրելն է այդպես։ Այսքան բան, Սևակ ջան։ Շնորհակալ եմ Դավիթ ջան, այո, մենք կարևոր սերմերը ցանում ենք, ջրողները արդեն մենք պետք է լինենք, մենք պետք է ջրենք, աճեցնենք դա, ով ինչքանով է պատրաստող վերցնի։ Էլի լավ է, որ գոնե որոշակի տեղաշարժով էլի հետաքրքրվողներ կան, մի ժամանակ ընդհանրապես մարդկանց սա անգամ չէր էլ հետաքրքրում, որ մնաց մի հատ էլ խորանային դրա մեջ, գոնե հիմա ինչ որ չափով սկսել է գոնե հետաքրքրությունը, որին ես լիահույս եմ, որ կհաջորդվի արդեն գիտակցությունը։ Ասեմ ավելին, ներողություն եմ խնդրում, գրառումներից մեկում, քո էջի տակի գրառումներից մեկում նկատեցի, որ հետևորդներից մեկը գրել էր ձեր ուղղորդմամբ ես ձեռք բերեցի Սասնա ծռերի գիրքը, արդեն մեծ քայլ է, ողջունելի է եւ թող վարակիչ լինի այդ հետևորդի արած քայլը, որովհետեւ գոնե թեկուզ մի հոգի հասկացավ, որ պետք է իր պատմությանը ծանոթանա, արդեն կարող եմ համարել, որ ինչ որ մի բան կարողացել ենք փոխանցել մարդկանց։ Դա մեծ առաջընթաց է համենայն դեպս ինձ համար, շատ մեծ ոգևորվածություն է ապրել այդ կարդալով, շնորհակալ եմ։ Ես էլ շնորհակալ եմ քեզ Դավիթ ջան եւ մեր օգտատիրոջը, եւ դու որ օժանդակեցիր դրան եւ նա որ գնաց այդ քայլին։ Շնորհակալ եմ Դավիթ ջան, այսօրվա եթերի համար շատ գեղեցիկ, շատ ճիշտ դիտարկումներով համեմեցիր եւ կարեւոր խորհուրդներ փոխանցեցիր, ինչի համար երախտագետ եմ եղբայր, վարձ կտի կատար,
թող այն թևանցի բոլորի սրտերում եւ դա ինքնաճանաչում, ինքնաարթնացնում եւ ինքնագիտակցություն։ Փոխարեն Ապրես, Սևակյան, ինքս էլ բարին եմ բոլորս։ շնորհակալ, ինքս էլ եմ շնորհակալ թե քեզ, Այո, թե հետևորդներին, բարին ընդ բոլորին, հաջողություն, կհանդիպենք, ապրեք։ ցտեսություն։